Ողջույն բոլորին, երբ մենք սկսում ենք մեր ուղին Faberlic-ում եւ առաջարկում ենք մարդկանց նոր հնարավորություններ ու եկամտի աղբյուր, անխուսափելիորեն բախվում ենք հարցերի, կասկածների եւ նույնիսկ մերժումների։ Շատերի համար սա վախեցնող է, բայց այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչու են առարկությունները ոչ թե մեր թշնամիները, այլ լավագույն ընկերները մեր բիզնեսում։ Առարկությունը թաքնված հետաքրքրություն է։ Եկեք հասկանանք ինչ է իրականում առարկությունը։ Երբևէ մտածել եք ինչու են մարդիկ ոչ ասում կամ կասկածում։ Իրականում առարկությունը կոնֆլիկտ չէ, դա պարզապես թաքնված հետաքրքրություն է։ Եթե մարդը ձեզ հարց է տալիս, նշանակում է նա անտարբեր չէ։ Նա մտովի արդեն փորձում է այս բիզնեսն իր վրա։ Պարզապես նրան լրացուցիչ ինֆորմացիա է պետք վերջնական որոշում կայացնելու համար։ Մեր խնդիրն ընդամենը այդ ինֆորմացիան տրամադրելն է։ Ժամանակի սղություն։ Ամենատարածված արտահայտությունը, որը լսում ենք, ես ժամանակ չունեմ, ծանոթ է, բայց գիտեք հենց ժամանակի սղությունն է այն գլխավոր պատճառը, թե ինչու արժե միանալ մեզ։ Սա հնարավորություն է ապագայում ունենալ ավելի շատ ազատ ժամանակ ձեր ընտանիքի և սիրելի զբաղմունքների համար։ Եվ դրա համար պարտադիր չէ թողնել հիմնական գործը։ Սկզբում բավական է օրական տրամադրել ընդամենը 1-ից 2 ժամ, այն էլ ձեզ հարմար գրաֆիկով։ Վաճառքի վախ։ Երկրորդ ամենահաճախ հանդիպող վախը՝ ես վաճառել չեմ կարող կամ չեմ սիրում։ Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում մարդկանց բան պարտադրել, բայց մեր բիզնեսի հիմքում ոչ թե ագրեսիվ վաճառքն է, այլ անկեղծ խորհրդատվությունը։ Մենք պարզապես օգտվում ենք Faberlic-ի հիանալի տեսականուց և կիսվում մեր դրական փորձով։ Մենք դա անում ենք ամեն օր։ Օրինակ, ընկերուհուն խորհուրդ տալով կամ ֆիլմ, կամ խանութ։ Այստեղ պարզապես դրա համար մեզ վճարում են։ Հաջորդը՝ ես գումար չունեմ սկսելու համար։ Սա թերևս ամենահեշտ լուծվող հարցն է։ Ինչու՞։ Որովհետև մեր բիզնեսի գլխավոր առավելությունը ռիսկային և մեծ ֆինանսական ներդրումների բացակայությունն է։ Գրանցումն անվճար է, իսկ դուք կարող եք սկսել միանգամայն 0-ից, օգտագործելով ընկերության պատրաստի գործիքները և կառուցել ձեր եկամուտը քայլ առ քայլ։ Հմտությունների պակաս։ Շատերն էլ ասում են, ես փորձ չունեմ, ես երբեք նման բանով չեմ զբաղվել։ Եթե դա այդպես է, ուրեմն դուք իդեալական վայրում եք։ Ոչ ոք չի ծնվում պատրաստի տնօրեն։ Մեր թիմն ունի հստակ և փորձարկված ուսուցման համակարգ։ Ավելին, դուք մենակ չեք լինի։ Ես անձամբ ձեր կողքին եմ լինելու, ամեն քայլափոխի, կիսելով իմ ողջ փորձով ու գիտելիքներով։ Մերժումն անձնական չէ։ Լավ, իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ լսում ենք հստակ ոչ։ Պետք է հիշել մի պարզ ճշմարտություն. մերժումն անձնական չէ։ Երբ ձեզ ասում են ոչ, մարդիկ մերժում են ոչ թե ձեզ, որպես անհատի, այլ պարզապես տվյալ պահին իրենց ընձեռնված հնարավորությունը։ Գուցե հիմա պարզապես ճիշտ ժամանակը չէ նրանց համար։ Ինչ ենք անում մենք։ Ժպտում ենք, պահպանում ենք ջերմ հարաբերություններ և հանգիստ շարունակում ենք առաջ գնալ։ Յուրաքանչյուր ոչ մոտեցնում է այոյին։ Իրականում մեր բիզնեսը վիճակագրության արվեստ է։ Գիտեք ովքեր են ամենահաջողակ լիդերները։ Նրանք, ովքեր ամենաշատ ոչերն են լսել։ Պատկերացրեք, որ դուք ունեք 100 քար, որոնցից մի քանիսի տակ ադամանդ է թաքնված։ Դուք հո չեք տխրում և բարձրացնում եք սովորական քար։ Ոչ, դուք արագ անցնում եք հաջորդին, հաստատ իմանալով, որ ձեր ադամանդը անպայման այնտեղ է։ Ձեր աճը սկսվում է կոմֆորտի գոտուց դուրս։ Ահա թե ինչու յուրաքանչյուր ոչ մեզ դարձնում է ավելի պրոֆեսիոնալ, կոփում է մեր բնավորությունը և հղկում հաղորդակցման հմտությունները։ Մի վախեցեք մերժումներից, սիրեք դրանք։ Հենց կոմֆորտի գոտուց դուրս գալն ու այդ փոքրիկ դժվարությունների հաղթահարումն է ձեզ դարձնելու ուժեղ, վստահ և ֆինանսապես անկախ։ Եվ այսպես եկեք ամփոփենք։ Առարկությունները խոսակցության վերջը չեն։ Դրանք զրույցի սկիզբն են։ Մեզ մոտ հաջողություն են հասնում ոչ թե նրանք, ովքեր երբեք չեն սայթաքում, այլ նրանք, ովքեր չեն հանձնվում և շարունակում են քայլել առաջ։ Եթե դուք պատրաստ եք սովորել և գործել,
Մեր թիմը պատրաստ է ձեզ աջակցել մինչև ձեր առաջին մեծ հաջողությունները։ Միացեք մեզ և եկեք միասին ձեր կասկածները վերածենք իրական արդյունքների ու եկամտի։ Շնորհակալություն ուշադրության համար։